Բարի երեկո։ Լուրերի հետքերով հաղորդումն է։ Կարևորը բաց չթողնելու համար մնացեք մեզ հետ։ Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի օմիկրոն շտամի նոր ենթատեսակ, որը ոչ պաշտոնապես անվանվում է Stratus, հայտնել են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունից։ Գերատեսչությունից նշել են, որ հանրապետությունում կորոնավիրուսային վարակի հետ կապված իրավիճակը կայուն է, սակայն շարունակում է շրջանառվել օմիկրոն ենթատեսակը, որը դիտարկվում է 2023 թվականից։ Ինչ վերաբերում է սուր շնչառական վարակներին, ապա այստեղ եւս ակտիվություն չի արձանագրվել, սակայն հայտնաբերվել են ռինովիրուսի, պարագրիպի, ադենովիրուսի հարուցիչներ։ Հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել Հայաստանում։ Արամուսի դաշտում ամուսիններին են սպանել։ Մարմինների վրա եղել են հրազենի ու եղանի հետքեր։ Իրավապահ մարմինները նախնական տվյալներ են ունեցել, որ առավոտյան ամուսինները վիճաբանություն են ունեցել հարևաններից մեկի հետ, որից հետո նրանց գտել են դաշտում մահացած։ Ըստ նախնական վարկածի սպանված Արմենուհի Ղ եւ Գևորգ Ղ գյուղի բնակիչների խոսքով հարկված, խելոք, արդար քրտինքով ապրող ամուսիններ էին։ Ներքին գործերի նախարարությունից էլ հաղորդում են, Արամուսում կատարված հանցագործությունը բացահայտվել է, կա մեկ ձերբակալված։ Ըստ նախնական տեղեկությունների սպանությունը կատարել է Արամուսի 61-ամյա մի բնակիչ։ Նա իր անունով հաշվառված որսորդական հրացանով կրակոցներ է արձակել ամուսինների ուղղությամբ։ Սպանություն կատարելու անմիջականորեն ծագած կասկածանքով 61-ամյա տղամարդը հայտնաբերվել եւ ձերբակալվել է։ Հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հրազենը։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները պարզվում են։ Դոկ կուսակցությունը հայտարարություն է տարածել։ Հայաստանում վերջին տարիներին քաղաքական իրավիճակը շարունակում է լրջորեն մտահոգել։ Չնայած պաշտոնական հայտարարություններին, որ երկրում չկան քաղաքական բանտարկյալներ, իրականությունը հակառակն է։ Քաղաքական պատճառներով ձերբակալված եւ հետապնդվող քաղաքացիներ կան, իսկ իշխանություններին քննադատող անձինք հաճախ ենթարկվում են խիստ պատժամիջոցների։ Օրինակ Վարդան Ղուկասյանը, Միքայել Աճապահյանը, Արտակ Սարգսյանը, զինվորների հարազատները, որոնք տարիներ շարունակ սպասում են իրենց երեխաների վերաբերյալ տեղեկության, եւ մի շարք քաղաքական եւ հասարակական գործիչներ ու կուսակցականներ հայտնվել են բռնությունների եւ հետապնդումների թիրախում։ Նույնիսկ սոցիալական ցանցերում Նիկոլ Փաշինյանին ուղղված ոչ բռնարար տեսանյութեր, օրինակ ձվածեղ պատրաստելու տեսանյութը, դարձել է պատճառ ձերբակալության, կիրառելով տերորիստական հոդվածներ։ Ավելին, բռնություններ են կատարվում ոչ միայն փողոցներում, այլև հյուպատոսություններում, համայնքի ղեկավարների նկատմամբ, ինչը ցույց է տալիս համակարգային անվտանգության լուրջ խնդիրները։ Միաժամանակ նրանք, ովքեր առնչվել են ծանր հանցանքներին, սպանություններին, թմրանյութերի վաճառքին կամ խուլիգանությանը, հաճախ ազատ են արձակվում կամ չեն ձերբակալվում, իսկ ընդդիմադիրները ենթարկվում են խիստ ռեժիմի, կալանքի կամ տնային կալանքի։ Մենք դիմում ենք միջազգային կառույցներին, մասնավորապես Միացյալ Նահանգների դեսպանատուն, Մարդու իրավունքների Եվրոպական դատարան, Մարդու իրավունքների ասոցիացիա, Amnesty International եւ այլ միջազգային կազմակերպություններ, որպեսզի արձանագրեն եւ միջամտեն Հայաստանում քաղաքական բանտարկյալների եւ իրավախախտումների շարունակվող երևույթին։ Հայաստանը դառնում է երկիր, որտեղ քաղաքական գործունեության համար քաղաքացիները ենթարկվում են հետապնդման եւ միջազգային կառույցների ուշադրություն այս խնդրի նկատմամբ պետք է լինի անհապաղ եւ խիստ։ Նոր գիտական հետազոտությունները ցույց են տալիս, որ հատկապես կատուները կարող են պաշտպանել մեր սիրտը ինֆարկտից։ ԱՄՆ-ի Մինեսոտայի համալսարանի փորձագետները պարզել են, որ կատուները հանդիսանում են այսօրվա դրությամբ չտեսնված առավելությունների կրողներ։ Կատուները ազդում են մեր սրտանոթային առողջության վրա այն աստիճանի, որ 33%-ով կանխում են սրտի կաթվածի ռիսկը։ Մարդկանց ավելի քան 20 տարվա դիտարկումները ցույց են տվել, որ նրանք, ովքեր կատուներ են ունեցել, ավելի քիչ են ենթարկվել սրտանոթային հիվանդություններից, այդ թվում ինֆարկտից եւ ինսուլտից մահանալու վտանգի։ Այս ամենը պայմանավորված է նրանով, որ կատուների տերերը հաճախ շփվում են փափկամազիկների հետ, շոյում, սեղմում եւ հուզվում նրանց հետ։ Այս ամենը նվազեցնում ստրեսի մակարդակը, կայունացնում ճնշումը եւ սրտի բաբախյունը։ Համաշխարհային ֆուտբոլի կենթանի լեգենդ, հռչակավոր Արարատ 73-ի գլխավոր մարզիչ, Մոսկվայի Սպարտակի պատմության լավագույն ռմբարկու Նիկիտա Սիմոնյանը նշում է ծննդյան 99-ամյակը։ Արարատ ֆուտբոլային ակումբը շնորհավորել է Նիկիտա Սիմոնյանին տարեդարձի կապակցությամբ։ Արարատ 73-ի գլխավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանը այն անձն է, որի ղեկավարությամբ Արարատը նվաճեց խորհրդային ֆուտբոլի պատմական բարձունքը, դառնալով ԽՍՀՄ չեմպիոն եւ գավաթակիր։ Շնորհավորում ենք մեծ մարզիչին ու ֆուտբոլային լեգենդին, մաղթելով առողջություն, երկար տարիների կյանք եւ անսպառ եռանդ։ Յուրեղավանում խաղահրապարակի մետաղեսղարանը գլխին ընկնելու հետևանքով հիվանդանոցում հայտնված 6-ամյա երեխան մահացել է։ 6 օր հիվանդանոցում գտնվելուց հետո նրա կյանքը չհաջողվեց փրկել։ Հիշեցնենք հոկտեմբերի 6-ին Բյուրեղավանի առաջին B թաղամասի խաղահրապարակում մետաղական ծանր կոնստրուկցիան շուռ էր եկել 6-ամյա երեխայի գլխին։ Օրեր շարունակ բժիշկները պայքարում էին փոքրիկի կյանքի համար։ Եվ վերջում օրվա տեսանյութ ներկայացվել է Figure 3 մարդանման ռոբոտը։ Արհեստական բանականության ընկերության անդրոիդների նոր սերունդը։
Մոդելը ամբողջովին վերափոխված է եւ նախատեսված է զանգվածային արտադրության համար։ Այն համալրված է տեսախցիկների բարելաված համակարգով, ավելի լայն տեսադաշտով, շոշափելի սենսորներով։ Figure 3-ը կարող է ինքնուրույն լիցքավորվել անլար կայանում եւ նախատեսված է կենցաղում եւ արդյունաբերության մեջ օգտագործելու համար։ I don't ever slow up, no I don't take shit. I got no love for the fakeness. If you wanna play tough and wanna hate this, I'll always show up. I don't ever slow up, no I don't take shit. I got no love for the fakeness. If you wanna play tough and wanna hate this, I'll always show up and make a statement. I don't ever slow up, no I don't take shit. I got no love for the fakeness. If you wanna play tough and wanna hate this, I'll always show up and make a statement. Everything I do so instinctive and so passionate. Every word I move so descriptive like an adjective. I got a vendetta against people who patented being negative when you should be getting after it. I got facts over tracks, this and that. Spitting slow, spitting fast, I could roast, I could gas. Think I'm okay at last, but I don't know if that can erase all the past. And the pettiness, a reflection of the emptiness. Hilarious, you think you're worth my time, you're delirious. Mysterious, because you hide behind a fake exterior. Inferior, you know I'll always be a bit superior. Get off of me, this ain't no humble brag. I want you to hear words, you can say them back. I want you to feel free from the chains at last, and to believe in what you got, it was built to last, yeah. Now that I've been put through hell, I never got anyone's help. I had to do it all myself. I don't ever slow up, no I don't take shit. I got no love for the fakeness. If you wanna play tough and wanna hate this, I'll always show up and make a statement. I don't ever slow up, no I don't take shit. I got no love for the fakeness. If you wanna play tough. Այսօր այսքանը։ Մնացեք Փակ TV-ի հետ, լուրերի հետքերով։